57 ստեղծագործություն նվիրված տարբեր քահանաների։ Մարտի 9-ին Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում կից սրահում ամփոփվեց Ղևոնդյանց տոնի առիթով կազմակերպված «Նա քահանա է» մրցույթը։ Այն նախաձեռնել էր Ֆրանսիայում սպասավորող Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը։ Սարկավակագիրք կայքում յուրաքանչյուրը կարող էր տեղադրել իր ստեղծագործությունը որևէ հոգևորականի մասին։ «Նա քահանա է» մրցույթը արագ արձագանք գտավ եւ շուրջ մեկ ամիս լարվածության մեջ էր պահում թե մասնակիցներին եւ թե ընթերցողներին։ Նյութերը գնահատել է ժյուրին, միավորներին գումարվել է նաեւ ընթերցումների քանակը։ Շատերը կարդալով այդ ստեղծագործությունը ճանաչում էին իրենց քահանաներին, հոգևորականներին, իրենց մի քիչ ուրիշ աչքերով էին նայում, ոչ միայն այն աչքերով, որ ամեն օր տեսնում են ինչ-որ ծեսեր, արարողություններ կատարել, այլ նաեւ այն աչքերով, որոնց կյանքում մարդիկ քահանաները ինչ-որ բան էին փոխել։ «Նա քահանա է» մրցույթի ամփոփմանը նվերներ ստացան գրեթե բոլորը։ Մրցանակը հոգևոր գրականություն էր։ Օրինակ մասնակիցներից Տիգրանը մրցանակի արժանացավ հոդվածներին կից ներկայացրած հետաքրքիր լուսանկարների համար, Հասմիկը հոդվածների քանակի համար, իսկ ահա մրցույթի ամենակրտսեր մասնակիցը 12-ամյա Միքայելը մրցանակ ստացավ նյութն ամենայուրօրինակ ձևով ներկայացնելու համար։ Նա արդեն 3 տարի է Սուրբ Հովհաննես եկեղեցում շապիկ է հագնում, որոշել է ապագայում քահանա դառնալ։ Ունեմ 2 սիրելի քահանաներ, Տեր Շմավոնը եւ Տեր Զգոն քահանաները։ Գլխավոր մրցանակին հոգևոր գրքերի այս հաստ կապոցին արժանացել է հրապարակ օրաթերթի մշակութային բաժնի լրագրող Աշխեն Քեշիշյանը։ Նրա «Քահանա թե մարգարե» հոդվածը ամենաշատ միավորներն է հավաքել։ Սահակ-եպիսկոպոս Մաշալյանի քարոզներն ու 2 ուխտավոր գրքերը շրջադարձային են եղել նրա կյանքում, արմատապես փոխել են նրա հայացքները։ Աշխենը կարևոր է համարում այսօր հոգևորականների ներգրավվածությունը նաև սոցիալական ցանցերում։ Նրանք վիրտուալ կյանքում իրական փոփոխություններ են կատարում։ Facebook-ում նստած ես 1001 աշխարհից այդ ամբողջ կեղտը թափվում է գլխիդ ու մեկ էլ հոп Աստվածաշնչից մի կտոր մի բան ու հետո տեսնում ես մի մարդ, որը պատրաստ է լսելու քեզ ու հարցերիդ պատասխանելու։ Այն պահին, երբ որ հանկարծ զգում ես, որ բոլորը կարող է երես են թեքել կամ ոչ ոք քեզ չի հասկանում, այտենց մտածումների մեջ ես։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։